Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Էրզրումի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը պարուսույց մանկավարժ Էդգար Ավետիսյանն է։ Ողջույն Էդգար ջան։ Ողջույն։ Ոնց ես։ Հրաշալի։ Էդգար ջան, մենք այսօր տեղափոխվել ենք քո արմատներով, եւ այդ արմատները մեզ տանում են դեպի ուր։ Դեպի Արևմտյան Հայաստան։ Արևմտյան Հայաստան, կոնկրետ Էրզրում։ Էրզրում։ Հետո իհարկե ձերոնք տեղափոխվել են Ջավախ։ Ջավախ, այո։ Հետո դուք տեղափոխվել եք Աբովյան։ Դա մայրական կողմը։ Մայրական կողմը։ Իսկ հայրական կողմը Իսպահանից են։ Ահա։ Հետո էլի տեղափոխվել են եւ Աբովյանի հիմնադիր ընտանիքներից եւ պահպանողներից մեկը մեր ազգն է եղել։ Բարի, հիմա դու ապրում ես Աբովյանում։ Աբովյան քաղաքում։ Այսինքն արմատները, որտեղ որ հետագայում իրենց ճյուղերը տվել են, մնացել ես հենց այդ վայրում։ Այո։ Իհարկե ես վստահ եմ, որ ձեր ազգային, այդպես ասած, ջիղը եւ այն ինչ որ կա, հա, ազգային կոնտեքստում պահված է նաեւ խոհանոցը, որովհետեւ մայրիկի հետ մենք երեք զրուցեցինք, քո մայրիկի հետ։ Հետաքրքիր մի բաղադրատոմս մենք բացահայտեցինք իրականում Ջավախքի շրջանից։ Ես բազմիցս գիտեի մի քանի տարբերակներ կտրած ապուրների, բայց չէի հանդիպել այս դեղին ոլորով տարբերակը, որը որ շատ հետաքրքիր է ինձ թվում է ստացվել։ Ես առաջարկում եմ ներկայացնել բաղադրիչները, թե ինչ է անհրաժեշտ մեզ պատրաստելու համար, հետո իհարկե մենք միասին կզրուցենք քո գործունեության շուրջ։ Մեզ անհրաժեշտ է, ուրեմն քանի որ խմոր պետք է պատրաստենք, ալյուր է պետք, 1 ձու, որպեսզի խմորը հետագայում չփոկվի իրարից եւ էլաստիկ տարբերակ ստանանք։ Այստեղ ունենք նաեւ աղիթան, մայրիկը ասաց, որ պատրաստել են իրեն նաեւ խնոցու թանով, բայց քանի որ խնոցու թանը հիմա այդպես ոսկի է, որ դժվար կարողանաս ինչ-որ անգամ խանութում չկա գնել։ Այո, ինքը տնական տարբերակ է, առել եմ շատերին հայտնի պսկաթան, աղիթան տարբերակն է, որը փոխարինող է հատկապես այդ շրջանին, որտեղ Ջավախքում շատ են օգտագործել այս տարբերակը։ Եթե ունեք չորաթան, կարելի է նաև չորաթանը բացել եւ չորաթանի տարբերակով իրականացնել նույն process-ը։ Կարող է թան լինի։ Այո։ Եվ այստեղ ունենք արդեն խաշված սիսեր, կոտրած տարբերակով իհարկե, 1 ձու արդեն ասացինք խմորի համար է, աղը ընդհանուր ճաշակի համեման համար եւ մենք ունենալու ենք թեթև սոխառած պատրաստված 2 գլուխ սոխ, կարմիր պղպեղ, այո, քաղցր, կարմիր պղպեղով։ Եվ ես ընտրել եմ ձիթայող, քանի որ ինքը բավական այդպես կալորիականապես ծանր ուտեստ է, այս դեպքում ինձ թվում է շատ քիչ ձիթայողով ինքը այդպես լավ դյուրամարս տարբերակ գոնե կստացվի, բայց վստահաբար Ջավախքում ոչ մեկ ձիթայողով չեր անի այդ տարբերակը, այնտեղ ավելի շատ կարակ, յուղ տնական այս տարբերակն է։ Իհարկե շատ համեղ է ստացվում տնական յուղով կամ կարակով, բայց բուսայուղի թեթևությունը մի փոքր, քանի որ խմորային զանգված է այստեղ, հա, այդպես թանձրուկային ճաշ է, ինձ թվում է ավելի թեթև կնայի։ Այո։ Հիմա ես առաջարկում եմ ընդհատել եւ վերադառնալ, նախ սկսել աշխատել ու հետո քո գործունեությունից խոսել։ Սիրով։ Մենք վերադարձանք եւ արդեն պատրաստ ենք, բոլորս զբաղեցրել ենք մեր դիրքերը։ Հիմա զրուցենք։ Առաջին ամենակարևոր հարցը, որ ես ուղղում եմ միշտ իմ հյուրերին, դա հետեւյալն է։ Ուրեմն Էդգար ջան, քո մանկության համն եմ ուզում հասկանալ, ո՞րն է եղել քո մանկության համը։ Այն ճաշը, որ մինչև օրս մայրիկը պատրաստում է, հավեսով ուտում ես։ Ես հաղորդումից առաջ ասացի, որ իմ մանկության համը դա տնական հավի արգանակով պատրաստված եւ հավի մսերով պատրաստված բրնձով ապուրն է, որի մեջ անպայման պետք է լինի ուրց։ Իսկ կարմիր արգանակով թե սպիտակը։ Սպիտակ։ Սպիտակը ընդունված ասել հիվնդի ճաշ։ Իսկական։ Մեր մոտ ընդունված ասում են հիվնդի ճաշա դա։ Այսինքն հիվանդի իմաստով ես բարբառային կոնտեքստով եմ ասում։ Հա, կա այդպեսի բան, որովհետև նման եթե մի փոքր հիվանդանում ենք, անմիջապես արգանակով ճաշն է գալիս առաջ, իսկականը հիվնդի ճաշ է։ Եվ անպայման ապուրի մեջ պետք է լինի ուրցը եւ անպայման վերջում կոտրված ձուն, որ ինքը իր մեջ արդեն եփված լինի, ինձ համար դա իմ մանկության համն է։
Շատ հետաքրքիր համային բազա ունի, իդեպ ես ուրցը նկատեցի, որ վերջում ավելացվեց, այն ինչին, որ ես ծանոթ եմ ուտելու, դասական արգանակի տարբերակներ, միայն ուրցի համն է շատ հետաքրքիր լինելու այս դեպքում, ես մի օր կփորձեմ այդ արգանակի տարբերակը։ Ես հիմա լինում է, որ հաճախ եմ մեկնում ջավախք, եւ եթե ես լինում եմ այնտեղ, ովքեր որ կան, հա, մորքուր ունեմ այնտեղ եւ հաստատ ինձ համար պատրաստում են այդ ճաշից, հաստատ։ Եվ իհարկե այնտեղ կան նաև պատրաստելու այդ հյութային տարբերակները, որոնք որ ինձ համար իրենց այդ կոմպոտային տարբերակներն է շատ ընդունելի, որովհետև շատ յուրահատուկ ձևով են սարքում։ Ես չգիտեմ, այդ մրգից այստեղ չկա, այնտեղ սարերից են հավաքում, որը կոչվում է հալվլուկ։ Օ, ինչ հետաքրքիր է։ Կարմիր, ինքը կարմիր հատապտուղ է։ Թթվաշ։ Հա, թթվաշ, դե կոմպոտային տարբերակով արդեն ինքը քաղցոտ, բայց շատ յուրահատուկ համ ունի։ Այսինքն վայրի պտուղ է։ Հա, հաղարջի ավելի վայրի տեսակ է եւ յուրահատուկ տեսակ։ Ոնց որ ենթադրենք մեզ մոտ այստեղ ունենք սալորները, չէ՞, բայց իրանց մոտ իրենք ունեն սալոր, այստեղ չկա դրանից։ Եվ եթե դրանից իրենք պատրաստում են այդ պավիդլո ասեմ, ջեմ ասեմ, այդ տարբերակը, իրենց մոտ դրանով պատրաստում են եւ ինքը կոչվում է փարվար։ Փարվար։ Դա բարբառային է թե վրացական ազդեցություն։ Չգիտեմ ճիշտ ասած արմատները բառի որտեղից է ծագումնաբանությունը, բայց իրենց մոտ ու ես շատ ինքը թթվաշոտ արդեն ջեմա, ես իրան շատ եմ սում տնական կարագով նամանավանդ եւ տնական կաթով։ Դա բան ես ասում, սիրտս ուզեց։ Հա, սիրով ամառը կարան գնանք եւ փորձենք։ Ընտիր։ Շատ հետաքրքիր ու սպეციფիկ էր իրականում քո մանկության համը եւ տարբերվող իհարկե հաշվի առնելով տարածաշրջանային ազդեցությունը այս դեպքում։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ քո մասնագիտությանը, քանի որ դու պարուսույց մանկավարժ ես, այսինքն ոչ միայն բարի վարպետ ես, այլ նաեւ սիրում ես դա փոխանցել քո աշակերտներին, քո ուսանողներին, ինչու ոչ նաեւ այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Այո։ Հիմա սկսենք դրանից։ Արդյոք ձեր տոհմում պարողներ կային կամ այդ սերը որտեղից է եկել, հա, բարի նկատմամբ։ Չէ, ես եմ եղել առաջինը, ես եմ եղել առաջինը։ Դու ել ես ձեր տոհմի մեջ բան, բրբզնագի ծաղիկ։ Գիտես որն է։ Այդ չգտնվող ծաղիկներից մեկն է, որ միշտ այդպես ասում են սարում։ Մեր պապայիս կողմը մենք որպես կանոն, հա, հին ցեղերից, որպես այդպես, տոհմից մենք շատ ենք հորեղբայրներ, հորքուրներ, բան, եւ ես այդ բոլոր ժառանգներից ամենափոքրն եմ։ Եվ պապաս էլ է փոքր, ես էլ մի խոսքով այդ շարունակողների ամենափոքրն եմ։ Եվ ստացվեց այնպես, որ ես ընտրեցի, բայց իհարկե սկզբից մամայի ցանկությամբ, հետո նոր արդեն չկարողացա կտրվել։ Իսկ սկզբանե ժող պարերի մեջ ես եղել, թե ազգագրական բնույթ է։ Չէ, միայն ժողովրդական պարերի մեջ ես շատ ուրախ եմ, որ ժողովրդական պարերի կրողն եմ, որտեղ ես շատ եմ սիրում ժողովրդական պարը։ Ժողովրդական տարազները, ժողովրդական շարժումները շատ եմ սիրում։ Դու ունես հիմա հուշեր պարային անսամբլը։ Մի փոքր պատմիր, ինչու է անունը հուշեր, որտեղից է եկել այդ գաղափարը, հիմնական նպատակ գործունեությունը ո՞րն է հուշերի։ Ճիշտ ասած, երեք որ հրավերքը ստացա, մտածեցի, որ հաստատ լինելու է այդ հարցը, ինչի հենց հուշեր, շատ պարզ, ես ինքը հուշեր եղել է իմ առաջի բեմադրությունը ուսանողական տարիներից, պատմության հիմքում ընկած էր մեր 4 ընկերների թեման։ Այն ժամանակ դա 96 թվական, Հայաստան պատկերացնում եք ինչ վիճակների մեջ, այ ոչինչ չկա, ոչ մի երաժշտություն, ոչ մի բան։ Այդ ժամանակ կային կասետներ, հա, տեսած կլինես ոնց։ Հա, այդ տեսել եմ։ Դա տեսել ես, դրան հասել ես։ Եվ այդ կասետների մեջ ես ուրեմն պեղում եմ երաժշտություն, որը որ տալիս է իմ ընկերը Վահագը, ես պեղում եմ երաժշտություն ու այդ երաժշտությունը կպնում եմ իմ սրտին, բայց ես չգիտեմ դրա հեղինակը ով է, ես չգիտեմ դա որտեղից է, ես չգիտեմ դա հայկական է թե չէ, բայց ես զգում եմ իրան, որ ինքը տենց։ Մի խոսքով երկար չպատմեմ, հետո դա պարզվում է, որ մի քիչ որ ավելի ցիվիլիզացիան մոտեցավ եւ դիսկեր եկան եւ հասկացանք հեղինակներ կան եւ համակարգչային մոտեցումներ կա, տեսնում ես ու պարզվեց, որ դա Արա Գևորգյանի Օվկիանոսից այն կողմ երաժշտությունն է, որը որ էլի հիմքում ընկած է հուշեր կարոտ այդ թեման։ Այսինքն ես իմ զգացողությունով ես ճիշտ եմ զգացել եւ ես շատ լավ եմ զգում ինձ, որ ես կարողացել եմ երաժշտությունը այդ ձևով ընկալեմ ու կարողանամ ճիշտ ձևով իրան օգտագործեմ, այսինքն այդ երաժշտությունը չեմ դրել, ասենք անունը ծաղկե փունջ։
Ես ճիշտ եմ, Իրա Արա Գևորգյանի նոտաները ճիշտ եմ ընկալել։ Ինքը ճիշտ արել է ամեն ինչը եւ այտենց։ Նախախնամություններ շատ են լինում ի սկզբանե եւ դա էլ զգալու եւ տեսնելու համար շատ հաճախ ճիշտ ալիքի վրա պետք է լինես, որ զգաս բաները։ Այս դեպքում ես հավատում եմ դրան, որ ամեն դեպքում զգացողությունը շատ կարեւոր է։ Դու զավակներ ունես։ Այո, դուստր եւ որդի։ Զավակներդ գնում են քո ճանապարհով։ Այո, երկուսն էլ սովորում են Պարավեստի պետական քոլեջում։ Աղջիկս ժողովրդական պարերի բաժնում է, այս տարի ավարտում է։ Իսկ տղաս բալետային արվեստի կրողն է։ Եվ նույն ճանապարհով էլ նաև շարունակել են իմ եղբոր։ Քանի տարեկան է տղադ։ Տղաս 12։ Բալետի քանի տարեկանից է հա գնում ընդհանրապես։ 10-ից, 9-ից 10-ից, հա։ Եվ եղբորս դուստրն ու որդին էլ են նույն ճանապարհը, քանի որ նրանք են մեր առաջնեկը, իրանք ընկան դրբիտակ, դրբիտակ են ընկել։ Բայց եղբայրը կապ չունի բարի հետ։ Չէ, եղբայրը սպորտի հետ կապ ունի։ Ահա դե հերո չի էլի։ Մի աստանով կա, մի կանգառ են կոմա։ Դե, բայց կարևորը ես զգում եմ, որ իրանք սիրում են, որ այդ ճանապարհի վրա են։ Այո, կարևոր է այդ փաստը, հա։ Եղբորս որդին հիմա Բեյրութում է ապարում։ Իսկ եղբորս դուստրը այստեղ ինձ մոտ եւ Հայաստանի բարի պետականում ապարում։ Մի փոքր ընդհատենք մեր խոսակցությունը։ Ես ասեմ, թե այստեղ ինչ է կատարվում, ուրեմն աղիթանը ես բացեցի տաք ջրով, իրեն մի փոքր կթողնենք, որպեսզի եռա, քանի որ այստեղ մեր սիսերը կոտրած տարբերակում արդեն իսկ խաշել է, որպեսզի երկար այդ process-ը չլինի, նախապես խորհուրդ է տրվում խաշել իրեն, հա։ Այո։ Խմորը պատրաստեցի, հիմա մենք անցնենք խմորի կտրատման process-ին, միջև որ այս թանը իր տեղը կառնի, հա, երբ ինչպես ժողովրդական տարբերակով լավ էլ ասում են, հա։ Հենց տենց էլ կա իր տեղը պետք է առնի։ Էդգար ջան, ես ուզում եմ հասկանալ նաև արդյոք բարի մեջ ինչ որ նյուանսներ կան, որոնք որ ոչ միայն սովորելու ընթացքում է, հա, որ մարդ ձեռք է բերում, այլ նաև ես գիտեմ, որ կարևորը պրակտիկ փորձունեությունը եւ կարևոր է, որ դու պրակտիկայով ես առաջնորդվում։ Օրինակ իմ մասնագիտության մեջ պրակտիկան դա լավագույն կրթությունն է, որ կարող ես ունենալ, հա։ Ես վստահ եմ, որ բոլոր մասնագետների մեջ այդպես է, այ բարի ոլորտում կուզենամ հասկանալ, ինչ ազդեցություն ունի սա հիմնականում։ Ես ասեմ, որ սովորելը, կրթվելը միշտ ակտուալ է, բայց դու պիտի օժտված լինես սովորելու ձիրքով եւ ցանկանաս, որ դա դու սովորես եւ դա պիտի ներսից լինի։ Ես հակված եմ, ես ավարտել եմ ինքս մանկավարժականի պետական համալսարան, պարային բաժին, կուլտուրայի ֆակուլտետ, բայց ես կարող եմ ասել հետեւյալը, որ մասնավորապես պարերի բեմադրության մեջ, երբ որ դու ուզում ես բեմադրություն անես, նման ժողովրդական պարերի, հա, որը ամբողջությամբ ստեղծագործություն է, դա պիտի լինի ներսից, աստվածատուր պիտի լինի։ Հա, այսինքն ամեն դեպքում քո մեջ պետքա լինի, որ դա կատարելագործես։ Անպայման։ Ոնց որ նկարիչ ասենք մեջից չեղավ, գույների իր զգացողությունը չեղավ, կամ ենթադրենք եղավ, դու նայում ես, զգում ես, որ ինչ որ մի բան նիտո է, այսինքն մարդը գունային այդ նրբանկատությունը չունի եւ չի կպնում հոգուտ։ Իսկ դու համաձայն ես այդ մտքեդ, բոլորի մեջ կա բարի նկարչության եւ արվեստի ձիրք, պարզապես պետք է հայտնվել ճիշտ տեղում, հայտնվել ճիշտ մարդու մոտ եւ զարգացնել դա։ Կա այդպիսի բան թե ոչ։ 90%-ով, որովհետեւ լինում են երեխեք, որ ասենք բոլորը չեն դառնան սոլիստներ։ Բոլորը չեն դառնում գեներալներ, չէ՞, այսպես։ Այո։ Կարան լինեն զինվորականներ, բայց բոլորը գեներալ ցավոք սրտի չեն կարողանում հասնել։ Դե հմտություններ են պետք, կարողություններ են պետք, իսկ այն որ պետքա հայտնվեն ճիշտ տեղում, ճիշտ մարդկանց ձեռքում, դա միանշանակ։ Ուղղակի հիմա մի քիչ ինքը խեղված վիճակի մեջ է, կարևորը շքամուտքերին մոտիկ լինի խումբը, երեխեն իջնի, մի 2 ժամ կտրվի մամային չխանգարի սուրճ խմելը, դա օքեյ է։ Ես առաջարկում եմ ընդհատել եւ անցնել ցավոտ թեմաներին եւ միֆերին։ Всё։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, այնտեղ եփվում է թանը, այստեղ սոխարվածն ենք պատրաստում, ես էլ խմորի հարցերն եմ լուծում։ Որպեսզի ստանանք մեր, այսպես ասած, հիմնական խմորը,
կտրատված վիճակում։ Էդգար ջան, մենք ընդհատեցինք այնտեղ, որ պետք է զրուցեինք պարում արկա միֆերից, թերություններից եւ ամենաշատ կիրառվող սխալները, որոնք որ կան հիմա պարարվեստի ոլորտում, դա կլինի սկսած հագուստից մինչեւ պարային շարժումներ եւ բուն մասնագիտական պարային ոլորտ։ Ասում ես ինչ հարց տվեց, ինչ հարցնես այն ամենայն խոցելի հարցերը։ Իրականում շատ ուրախ եմ, որ անդառնում ենք այդ հարցին։ Ճիշտ ասած, մի երկու առաջ մի հատ շատ լավ էլի այտենց անդրադարձա խոսեցի ինչ թեմայի շուրջ, որ հենց տարազային, թեմաների շուրջ, որ մարդիկ ծախս են անում են, ասենք այն տարիների չի, որ ես անսամբլը ստեղծեցի, ոչինչ չունենք, կտորել չկար, որ անենք, բայց ստեղծում էինք, անում էինք, փորձում էինք անենք, այսինքն այդ թվերին ավելի լավ հագուստ էին անում, քան հիմա, որ առատություն։ Ես ասեմ, որ այն թվերի ենթադրենք ես բեմադրում էի ծաղկած բալենի, տեսած կլինես այն 5 կոնյակների վրա այն ծաղիկները, որ կա, դրանք անում էին հատուկ հարթուկներով։ Եվ այդ հարթուկները տաքացնում էինք փեջի վրա։ Գիտեմ, դրանք ես գլանաձև ու պրիտոմ 3, չէ, մենք չունենք այդքան հարուստ չենք, մենք բիազի հիմքով ենք պրոստինգ ճարում։ Եվ մինչև առայսօր ես պահել եմ, քանի որ ինքը շատ մեծ բան ունենք, իմ աղբորս կիններ էլի տենց։ Բայց հիմա կրում եք այդ հագուստները։ Չէ, փոխել ենք, այո։ Քանի որ ծրագիրն է ինքը փոխվում եւ այս լիոբոր դարում այդ, բայց պահել եմ, ձեռս չի գնում որ դա գցեմ այդ թագերը։ Դե որպես հուշ։ Ասածս ինչ է, որ հիմա այս դարաշրջանը որ կարելի է, լիքը նկարիչներ կան, որ կարելի է, գոնե 2 կոպեկ ավել ծախսել, մեկը ծախսում եք։ Եվ ստեղծել նկարիչի գոնե գույներով, գոնե էլի։ Չէ, ոնց, բոլորը նկարում են։ Էլի լրիվ այդ տարբերակն է։ Ես անկեղծ եմ ասում, ես զարմանում եմ։ Բոլորը մասնագետներ են։ Հայաստանի հիմնական մասը այդ վիճակների մեջ է։ Դե ամեն դեպքում գիտես ես օրինակ ի սկզբանե քանի որ ես ասացի որ այն վատ տարիներին 96 թվականն ենք ստեղծել որ ոչինչ չկար ես ինքս էի ստեղծում փորձում էի ստեղծել ինչ որ բաներ բայց երբ որ հասանք նրան որ արդեն դու ինչ որ բանի տեղ գիտես ես կարծում եմ պիտի օգտվես էլի եթե կա նկարիչ ես այնպես է որ ես ինքս էլ իմ հագուստներն արել եմ եւ նկարիչների կողմից արժանացել եմ գովասանքի ես ունեցել եմ բեմադրություններ որ սաղ ամբողջությամբ արել եմ բայց չեմ զլանա ասեմ որ ինձ համար շատ հաճելի է որ մասնագետն է գծում էդի միանշանակ ամեն մարդ իր գործն է անում բոլորը օրինակ կարող են ապրել բայց դու նյուանսներ գիտես որ ոչ մեկ չգիտի դե իմ կյանքն էս դասավորվեց դե հարցը հենց դրանում է էլի բոլորն էլ հասկանում են օրինակ չգիտեմ, ցավազրկողը մենք գլխացավը կանցնի, բայց այդ գլխացավը որտեղից է գալիս, դա չի կա։ Նույն բանն է։ Հագուստը նկարիչը կարաս դու գույները դնես, էսքիզը անես, բայց դու արմատական մշակումը, որը որ պետք է անի մասնագետ, միաժամանակ չի լինում։ Գիտես, դա գալիս է նրանից, որ արված բեմադրությունը իրանք չգիտեն ինչ է։ Ես ավելին ասեմ, անգամ մարդիկ կան, որ նկարիչի մոտ երբ որ գնում են, հարց է տալի, ասում է, ինչ ես ուզում, ինչ ես պարասնում, ինչ ես ուզում, որ ինքը լինի, ինքը չգիտի ինչ է ուզում։ Ասում է այն Պողոսի շորից եմ ուզում, ասում է, բայց այդ Պողոսի շորը նախատեսված է լրիվ ուրիշ բանի համար։ Չի ասում եմ ես նրանից եմ ուզում այդ գույնը, բայց ասում եմ այդ գույները նրա համար է։ Հիմա ասեմ ավելին, որ մեր տարածքներից շատ տարածված մեր հայ սփյուռքում Եվ ենթադրենք մենք տարազ ունենք, որ ինքը արված է կարպետանախշերով եւ այդ պարը նախատեսված է ես արել եմ իրան կուժերով բարի համար, այսինքն ավանդական տեսարան։ Բայց մարդիկ դա վերցել են ու չգիտեմ, բարբեր աշնանային, գարնանային ինչ որ sense մոտիվներով ինչ որ մի բան։ Սեզոնային բարեր։ Հա, լուրջ եմ ասում։ Տենց էլ կոչվում է ինչ որ աշուն, գարուն, ինչ որ տես մի բան։ Բայց ես ավելին ասեմ, որ օրինակ շատ ժամանակ երբ որ ինձ զանգում են եւ եղել է դեպք, երբ որ հարցել են կարելի է դա օգտագործենք, որ ասում են կարելի է պատը չոփ մտցնել այդ եզակի դեպքերից, հա։ Բայց ես առաջարկում եմ, որ եկեք անենք ձերը, կարող է մուս լավն է լինում։ Հաստատ։ Ես առաջարկել եմ։ Կրկնվելու իմաստը։ Հա, ես չգտա այդ, չեմ ու լավ դե լավ բան ու հետո մի 6 ամիս հետո տեսնում ես։ Նույնը տենում ես արել, հա։ Եկավ ինձ լույս աշխարհ հետո ասում են, վայ ուրախ չեք, որ ասում ես շատ ուրախ եմ, բայց ճիշտ չի էդի։ Եթե լիներ այդ վատ տարիները ոչ մի ինֆորմացիա ոչ ման չկա փորձում ես պահես, օքեյ է։ Այս պահին ինչ խնդիրներ կա կոնկրետ պարարվեստի հետ կապված, որոնք որ նկատելի են, հա, որպես մասնագետ ինչ կա։ Օրինակ ես իմ ոլորտում գիտեմ, որ հա, ամենացավոտ բանը անվերահսկելի վիճակ է։ Ըստ ինձ դա մի քիչ ավելի խորքային է գալիս, որովհետև
միշտ որ խոսում եմ, ասում են ինչի ես բարձրաձայնում, բայց ես չեմ կարող չբարձրաձայնեմ, որովհետև ամբիոններում երբ որ կա հերրակա պարարվեստի ուսուցում, ինձ համար դա ճիշտ չի։ Այսինքն հերրակայի հետ համաձայն չես։ Հերրակայի հետ ես համաձայն չեմ։ Դե հիմա միգուցե տարբերակը տենցա բուհը հարմար է գտե որ այդպես եւ բան ինձ համար կոնկրետ որպես անհատ ինձ համար դա անընդունելի տարբերակ է, որովհետեւ պետք է անպայման մարդը անցնի այդ ամեն ինչը։ Եվ ես ունեցել եմ շատ անհաջող աշակերտ, որը որ նույն բուհը ընդունվել է, հերրակա բաժինը շատ հանգիստ ավարտել է եւ նույն դիպլոմն ունի, ինչ որ ես։ Ունի մարդը իրավունք աշխատելու։ Ունի։ Դե ծնողներն էլ շատ ժամանակ մարդիկ ինֆորմացված չեն, չգիտեն լավը վատից չեն տարբերվում։ Նամանավանդ եթե բանա հիմա արդեն գնացել է TikTok-ային, բարեր արդեն սկսում են դա անել, չգիտեմ, երեխուն տալիս են, որ երեխան TikTok սովորի, երեխան ինչ որ մեմեր անի, ինչ որ սզբոներ անի, բայց դա տալիս են փող են վճարում, երեխան գնա անի այդ ամեն ինչը, բայց ինձ թվում է մի 10 տարի հետո բան, մշո բաչատա կլինի ինչ որ։ Մշո բաչատա, չէ, սասնո։ Հա, ես երբ որ նայում եմ հարսանեկան պարերը, անկեղծ մշո բաչատա է լրիվ։ Ես չգիտեմ ոնց ես դու այդ հարցին վերաբերում։ Ինչ կասես դրա վերաբերյալ։ Այդ հարցին վերաբերում եմ շատ խորքային եւ ցավոտ, որովհետեւ էլի մեծերից եկած թերությունա, թեկուզ հարսանեկանի մեջ մի քիչ կարող եմ ոչինչ չասել, ստացվի, բայց դե ամեն դեպքում, վայ ջան, հիմա հարսանեկը կարա իրան թույլ տա, բայց ես մի հատ ավելի բան ասեմ, ուրեմն Չեխիայի կազմակերպած վարպետաց դասի 80%-ը դրանք օտարազգիներ էին։ Եկել էին հայկական պարզ սովորելու ուկրաինացիներ, ռուսներ, չեչեններ, չեչեն տղաներ էին եկել, իրենց հայկական պարը շատ հետաքրքիր էր։ Ես զարմացած եմ։ Իսկ Մոսկվայի ամբողջ Ռուսաստանի տարածքով թվով 40-45 պարուսույցներ եւ պարողներ հավաքվեցին եւ շատ գեղեցիկ դասեր ունեցան 2 օրյա։ Ամեն դեպքում այնքան գեղեցիկ, որ իրենք ցանկություն հայտնեցին, որ էլի անպայման դրանք շարունակական լինի։ Իհարկե հաճելի է, բայց մեզ մոտ ով ստուդիայում 2 տարի, մի տարի պարում է, ասում է, ես արդեն կարամ պարային շկոլա բացեմ։ Հասկանում ես, արտահայտությունը արդեն ինքը որպես դպրոց։ Ես օրինակ ճիշտ չեմ ընդունում, երբ որ ինձ ասում են, «Վայ, բա դուք դիպլոմ չեք տալի», ասում եմ, «Ոչ, ես դիպլոմ չեմ տալի», որովհետև իմ տված դիպլոմը ոչ միտեղ չեն հարցնելու։ Ես էլ չեմ կարող խափեմ, ասեմ, գիտեք ինչ, ասես լուրջ դեմքով, բան, չեմ տալիս, որովհետև չի անցնում։ Իսկ ես պետական բուհ եմ ավարտել, ինչ չեն հարցնում, եղբայր դու ով ես, որ զբաղվում ես, ուր մնաց այդ հարցն են, դե ամեն դեպքում, բայց կան մարդիկ, որ տալիս են, կան մարդիկ, որ սիրով վերցնում են, չգիտեմ ինչ են անում դա, ամեն դեպքում պարարվեստու հատուկ պատում են։ Վահե ջան, ամեն դեպքում պարարվեստի աշխարհում, երբ որ մի բուհում, երբ որ ինչ-որ ուսումնական հաստատությունում ասում են, որ Ավետիսյանի աշակերտենք հուշերից ենք, ինձ թվում է դա արդեն բավական է։ Ֆիկտիվ դիպլոմներ, կարմիր դիպլոմ, կանաչ դիպլոմ, չկա դրա անհրաժեշտությունը։ Պետականներ եթե կան, ինչի մասին է խոսքը։ Պետք է թողել, որ ես ինչ էլ ուզում անեմ, ես մնում եմ ինքնագործ, պարային ստուդիա, խումբ։ Всё, դրանից ավել ինչ որ բաներ անել, ակադեմիական կրթություն տալու, որ այդ երեխի շպագատը պետք է 500 աստիճան բարձրացնի ժողովրդական բարի մեջ, այ դա ինձ համար մի քիչ դե ինչևէ, ամեն իր աշխատելու ձևն ունի, դա էլ իմ անհաջող աշխատեցին։ Շնորհակալ եմ անդրադարձի համար, Էդգար ջան, շատ հետաքրքիր նյուանսային անդրադարձեր։ Ես այստեղ պատրաստել եմ արդեն մեր խմորները շատ գեղեցիկ։ Այդտեղ թանը եփվում է, այստեղ սոխառածը արդեն պատրաստ է։ Հիմա ինչ ենք անելու, ես ավելացնելու եմ այս մեր կտրատած ուրեմն խմորները թանի մեջ, իհարկե ավելացնելու ենք մեր ոլորը։ Երբ որ արդեն պատրաստ կլինի, կհանդիպենք ճաշակելու։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ արդեն մեր անմահական կտրած ապուրը պատրաստ է։ Ես առաջարկում եմ Էդգար փորձել։ Ասում եմ համի մասին պետք է փորձելուց հետո պատմել։ Մի հատ դու փորձի։ Հա, այդ կարգի։ Բայց այնքան անհարմար է ուտելուց։ Ասում ես տունը պետք է լինես ֆրթեցնի։ Ֆրթեցել։ Հանգիստ ֆրթեցա ես, ոչ մեկի չեմ ասի։ Շատ հետաքրքիր է։
Էդգար, այս ուրցը պետք էր։ Համաձայն իրականում հարգել հերոստատողմեն։ Այս սպասի փոխարինող բան է իսկական, չէ՞։ Հա, ու հարուստ ավելի։ Հարգել հերոստատող, մենք ուղակի այստեղ ավելացրել ենք ուրցը, դասական տարբերակում ուրց առկա չէ, բայց ես խոսք եմ, այո, բայց ես առաջարկում եմ ավելացնել ուրց, որովհետև շատ հետաքրքիր համ փոխանցեց այս ճաշատեսակին եւ այնց է որ տարածաշրջանին բնորոշ տարբերակ է։ Էդգար ջան, անչափ շնորհակալ եմ այս հետաքրքիր բաղադրատոմսի համար, հատկապես շնորհակալություն նաեւ մայրիկին, որ նմանատիպ յուրահատուկ բաղադրատոմս մեզ փոխանցեց եւ քո գործերին հաջողություն եմ իհարկե մաղթում միշտ բեմերում ամենալավ մաղթանքն է պարողներին դա։ Շնորհակալ եմ, հա։ Հիմա մի քիչ պակասում եմ, բայց ոչինչ, ասում եմ աշխատանքային process-ը, հետո նոր բեմի process-ն է գալիս, միշտ այդպես է, հաջողվում է դրա։ Մենք նախապատրաստվում ենք մեր անսամբլի 30-ամյակին, անպայման դու ներկա կլինես։ Սիրով։ Տա Աստված, որ ամեն ինչ ստացվի։ Կստացվի, ասում հավատա եւ գնա առաջ։ Այո։ Այնպես որ շնորհակալ եմ, որ դու այսօր ինձ հետ ես։ Էդգարի հետ միասին պատրաստեցինք իր արմատներից բերված յուրահատուկ մի բաղադրատոմս։ Այնպես որ առաջարկում եմ պատրաստել եւ փորձել, որտեղ համը աննկարագրելի էր։ Ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, Տեր կենթանին։